Սև ջուրն է Հայաստանի ամենաճարառատ, միևնույն ժամանակ ամենաաղտոտ գետերից մեկը։ Մասիս համայնքի Ռանշպար գյուղի միջով հոսող գետի հունը չի մաքրվել անհիշելի ժամանակներից, եւ բնակիչների խոսքով իրենք հերթական անգամ տուժեցին որոշ պաշտոնյաների եւ ձեռնարկատերերի անգործության պատճառով։ Մայիս-հունիս ամիսներին գետի ջուրը ողողել է գյուղի ցանքատարածությունները, այգիներն ու ջերմոցները, անգամ լցվել է նկուղային հարկերը, խարխլելով տների հիմքերը։ Հիմա արդեն քաշել է, ջուրը գնացել է։ Ամսից ավել մնացել էր։ Չի նշանակում տունս կամաց քանդվում է։ Երկար մնա բնական է, արդեն ջուրը ամենավտանգավոր բանն է, չէ՞ որ տան հիմքերը քանդելու համար։ Մինչև այսպես։ Մինչև այս բանը, պարոշը, մինչև այս ջուրը եկել այստեղ։ Մինչև այսպես պոլի։ Սուրեն Մկրչյանի խոսքով ավելի քան 1 տասնյակ բնակիչ է տուժել։ Տարածքում կա ավազակոպճային խառնուրդի լվացման 3 կայան, եւս 1 չգործող հանք։ Գյուղացիները մեղադրում են նաեւ դրանց ղեկավարներին, նշելով, որ ավազի վերամշակումից հետո թափոնը լցվում է գետը։ Այս շիբիները որ լվում են ավազանքի տերերը, տիլը գալիս է, բարձրացել է, չի հոսում են, դանդաղ հոսում, չի եթում են, ուժը չի պատում տանի, եկել է լցվել է գետին, գետը բարձրացել է, դարել է այսքան մետր եմ ջրի, տիլից բարձր այսքան ջուր է լցվել, դաշտերով այդպես բաներ, ջուր է լցվել։ Ես հարկ ու տուրք եմ տալի դաշտի համար, 6000 մետրին, հանուն ինչի համար։ Քայլում ենք գետի երկայնքով, ափամերձ հատվածով, որը եղեգնուտի է վերածվել։ Սուրենը ցույց է տալիս հեղեղումների հետևանքները, ներկայացնում հարևանների կրած վնասները։ Սա լցվել է, քաշել է մարդկանց ներսի հողերը, մշակությանով նայն դարել ճահի ճանոց, սեփականատերեր են։ Այս մարդու MUC կողքինի բանը յամա ուներ գարաժի, էլ այսքան ջուր է լցված։ Այդ կողը ջերմոցատերը, բիբարները սաղ դե լղկվել փչացել է։ Նեխել է սաղ, ջերմոց, եկա ջերմոցը։ Ով ինչ ունեցել է, այս ջրի տակ, ծառերը սաղ ջրի տակ։ Սաղ ավիրվել էր։ Ինչ անեն։ Ոչ մենը չի կարաս։ Ցեխադարը սաղ փչացավ իրանց ելածը։ Ժամանակին մարդիկ այստեղ մշակել են իրենց հողատարածքներն ու լավ բերք ստացել։ Բացի այդ, ինչպես նշում է Սուրենը, ափամերձ հատվածն ու գետի ջուրն այնքան մաքուր էին, որ գյուղացիները լողանում էին։ Ասե պլյաժեր էր։ Իմ երեխեքը ստեն մեծացել սովորել լողանալը։ Ես դե մշակել եմ վախտին բադրջան, պամիդոր, բիբար, ամեն ինչ։ Բանջարեղեն, ընտիր բերք եմ վեկալել։ Էլ ինչ արդեն տրակտորը դաժե չի կարում, այս անցած աշունը տրակտորը մտավ չկարած վարի։ Գործնական քայլեր չտեսնելով հուսահատ բնակիչները փորձում են ժամանակ առ ժամանակ հունից դուրս եկող գետի դեմն առնել սեփական ուժերով, ամենատարբեր հնարքներ մտածելով։ Էսի բրոձիբը դա իրա դաշտի կողերա, այսենց ուզում է շարի, մեջը հող լցի, բան էլի, սահմանի տիպի բան, որ ջուրը բարձրանա չլսվի իրա դաշտը վարի չետա։ Խնդալու բան է, բայց մարդը տենց է մտածում, տենց արը։ Գյուղացիների պնդմամբ ջրի մակարդակը մշակած հողատարածքներում պահպանվել է շուրջ 1 ամիս, վնասելով ամբողջ բերքը։ Նշում են, քանի դեռ գետի հունը աղտոտված է, այս պատմությունն էլի է կրկնվելու։ Միշտ էլ ունեցել ենք այդ խնդիրը, ուղղակի ժամանակին ասենք որ բարձրանում էր 3 օր, 4 օր կամ մի շաբաթ էր պահում այդ բարձրությունը, հետո նորից իջնում էր։ Այս տարի մի քիչ երկար պահեց, մոտ մի ամիս ջրի բարձրությունը պահեց, մարդկանց հողամասերին ահագին վնասներ, ջերմոցները մարդիկ դրել էին իրենց բիբարաբադրջանա, պամիդորա մշակման առումով հիմնականում լրիվ վարի գնացել, փչացավ բերքը։ Ջերմոցեր կամ ծառեր, տուներ դաժե լցվել էր։ Մի քանի տուն օրենდა հատուժվել է։ Արդեն ես 29 տարի ինձ տեղավորում եմ, այս գետը ընդհանրապես չի մաքրվել։ Այդ էլ պետական գետ է, պետությունը դրա մասին պետք է մտածի, կառավարությունը։ Փորձագետների պնդմամբ միակ լուծումը գետը հիմնովին մաքրելն է եւ հետեւելը, որպիսի այն չաղտոտվի կեղտաջրերով ու կենցաղային եւ արդյունաբերական թափոններով։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանի խոսքով անհրաժեշտ է գնահատել ռիսկերը եւ գործնական քայլեր ձեռնարկել։ Քանի որ մենք ունենք այնտեղ այսպես երևացող մետաղական հանքերի վնասները, սրա վրա այդքան ուշադրություն չի դասնում, վատ ենք անում։ Մենք բոլորս վատ ենք անում, պետք է ուշադրություն դասնել եւ հասկանալ ռիսկը, ինդեքս ռիսկը ոնց է։
Խնդրին քաջատեղյակ են համայնքապետարանում, այնտեղից էլ դիմումներ են ուղարկվել մարզպետարան եւ պատասխանատու այլ գերատեսչություններ, սակայն որևէ փոփոխություն չկա, գետը շարունակում է դեղնել ու ճահճանալ։ Մարզպետարան են դիմել, կառավարություն են դիմել, որ այդ խնդրին լուծում կբացվի, էլի այդ գետը պետք է մաքրվի, եթե չմաքրվա ամեն տարի այդալով ավելի վատանալի է վիճակը, էլի։ Այս փոխհատուցման հույս կա թե չէ։ Դա ես չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, քանի որ դա պետք է կառավարությունը որոշի, մեր որոշելունը չի, էլի։ Ցուցակները որոզի փոխհատուցեն, բայց ուրա ոչ մեկը ոչ մի զեն ոչ բան, այ մարդը ոչ բան էլ պետք չի։ Թող մենակ այս գետը մաքրեն։ Regions TV-ն Արարատի մարզպետին հարցում է ուղղել հետևյալ հարցադրումներով. նման դեպքերի համար փոխհատուցման ինչ կարգ է գործում եւ տուժած բնակիչները կստանան արդյոք փոխհատուցում։ Նաեւ ում պարտականությունների մեջ է մտնում գետի մաքրումը եւ այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Պատասխան նամակում նշվում է. Մարզային հանձնաժողովը քննարկում է պատճառված վնասի վերաբերյալ ակտերը եւ ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Կարգը վերաբերում է վնասների արձանագրմանն ու գնահատմանը եւ ինքնին չի նախատեսում պատճառված վնասի պարտադիր փոխհատուցում։ Փոխհատուցման տրամադրումը, դրա ծավալն ու ձևը կարող են որոշվել առանձին իրավական ակտերով կամ կառավարության համապատասխան որոշումներով։ Կառավարության որոշմամբ ջրային ռեսուրսի հունի մաքրման աշխատանքների համակարգման լիազոր մարմին է նշանակվել շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը։ Արարատի մարզպետի աշխատակազմը տարբեր տարիների, նաև 2026 թվականին բազմիցս դիմել է պատկան մարմիններին խնդրին լուծում տալու համար։ Մինչ պատկան մարմինները կբարեհաճեն խնդրին լուծում տալ, Սևջուրը կշարունակի վնասներ հասցնել Ռանշպարի բնակիչներին եւ ոչ միայն նրանց։ Փորձագետների պնդմամբ լուրջ վնասներ են հասցվել շրջակա միջավայրին։ Մանրապատ եւ դանդաղահոս գետից արդեն վերացել են խեցգետինն ու որոշ ձկնատեսակներ։ Էդուարդ Մխիթարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արարատի մարզ, գյուղ Ռանշպար։